Երիտասարդ քաղաքագետների ակումբը շարունակում է արտաքին քաղաքականության առցանց ակադեմիայի շրջանակներում հանդիպումների շարքը։ Այսօր մեզ մոտ բանախոսությամբ հանդես կգա քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը։ Պարոն Ստեփանյան, եւս մեկ անգամ շնորհակալություն հանդիպման հրավերը չմերժելու եւ այսօր մեզ հետ առցանց ձևաչափով հանդիպում ունենալու համար սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ճիշտ ասած կնախընտրեի, որ հարցը պատասխանի ձևաչափով լիներ, որովհետև ես ուզում հասկանալ, թե կոնկրետ մեր ունկնդիրներին, մասնակիցներին ինչ է հետաքրքրում, ես մեծ սիրով հարցերին կպատասխանեմ։ Շատ լավ։ Ես կուզեմ մենք այսօր խոսենք մի փոքր այսօրեական աշխարհաքաղաքական process-ներից եւ դրանց հնարավոր ազդեցությունից Հայաստանի վրա, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմը ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետագայի վրա։ Ինքնին ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը որքան է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, որքանով է Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորված այդ պատերազմով, ու նաև այս կոնտեքստում Հայաստան-ԵՄ հարաբերություններին խնդրեի մի փոքր անդրադառնալ, ոչ խորությամբ հասկանում ենք բավականին ընդհանրական է ասված Հայաստան-ԵՄ հարաբերություններն այս կոնտեքստում, բայց մի փոքր Հայաստանի անելիքներից կցանկանամ խոսեք եւ թե ինչին պետք է պատրաստ լինենք եւ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Դուք հիմա ձեր այս հարցի մեջ ներառեցիք Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ արտաքին քաղաքական օրակարգը։ Ես պատասխանել, փորձեմ հերթով պատասխանել, եթե ինչ-որ բանի մասին մոռանամ, խնդրում եմ հիշեցրեք։ Ինչպիսի ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա։ Նախ պետք է նշել, որ Հայաստանը փոքր պետություն է, ցավոք, փոքր պետություն է, սահմանափակ ռեսուրսներով բոլոր իմաստով, եւ իհարկե այն աշխարհաքաղաքական լուրջ աշխատատնտեսական գործողությունները եւ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն է մեր հարևանությամբ, մեր տարածաշրջանի վրա, չեն կարող մեզ վրա լուրջ ազդեցություն չունենալ։ Սա փաստ է։ Հիմա ռուս-ուկրաինական պատերազմը արդեն ունեցել է մեզ վրա շատ լուրջ ազդեցություն։ 44-օրյա պատերազմը եւ այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, մեզ հետ այդ պատերազմի հետևանքով շատ մեծ շահկապվածություն ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Հիմա բացատրեմ ինչու։ Ինչու հարցերի հարցը Ռուսաստանը գնաց գործարքի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ 44-օրյա պատերազմը միանշանակ եղել է գործարքի արդյունք։ Եթե չլիներ այդ գործարքը, այդ պատերազմը չէր լինի։ Եթե Ռուսաստանը իր համաձայնությունը չտար Թուրքիային եւ Ադրբեջանին այդ ագրեսիան սանձազերծելու համար, այդ ագրեսիան ուղղակի չէր լինի, որովհետեւ Ռուսաստանը այդ պահին 20 թվականի սեպտեմբերի 27-ին ուներ այնպիսի քաշ տարածաշրջանում, որ կարող էր հանգիստ թույլ չտալ, բայց նա թույլ տվեց։ Ինչու՞։ Որովհետեւ սա իմ անձնական կարծիքն է, դեռ այդ ժամանակ Ռուսաստանը պատրաստվում էր Ուկրաինա ներխուժել։ Այնինչ տեղի ունեցավ 2022 թվականի փետրվարի 22-ին, նախապատրաստվում էր պայմանական դեռ 20-ին, եթե միջև նույնիսկ կարող է շատ ավելի շուտ։ Եվ այստեղ Ռուսաստանին պետք էր իր այդ, այսպես ասած, ռուսերեն ասում են «подбрюшье», հա, չգիտեմ հայերեն ինչպես է այդ բառը, պետք էր դա պաշտպանել, այսինքն այնպես անել, որպեսզի Թուրքիան առնվազն նեյտրալ լինի այդ պատերազմում եւ կոպիտ ասած Ռուսաստանի դեմ չաշխատի, ինչը մեծ մասով Թուրքիան ապահովեց, որովհետեւ Թուրքիայի միջոցով շատ պատժամիջոցներ Ռուսաստանը շրջանցեց եւ շարունակում է դեպ շրջանցել։ Թուրքիան միանշանակ Ռուսաստանի դեմ հանդես չի եկել այս ռուս-ուկրաինական պատերազմում մինչև այսօր։ Թուրքիան շարունակում է նեյտրալիտետը պահել։ Եվ սա ես կարծում եմ այն գինն է, որը Պուտինը, Լեռնային Ղարաբաղ, Արցախը, այն գինն է, որը Պուտինը դրա համար վճարեց։ Սա այն ազդեցության մասին, որը ռուս-ուկրաինական պատերազմը ունեցել է մեզ վրա մինչև այսօր։ Հիմա դա չի նշանակում, որ այդ ազդեցությունը ավարտվել է։ Հիմա մենք թևակախել ենք մի նոր փուլ, Փառք Աստծո, իրավիճակը սկսել է մի փոքր հանդարտվել, ուղղվել, այսպես ասեմ, եւ այսօր 2025-ին մեր անվտանգային սպառնալիքները շատ ավելի ցածր մակարդակի են, քան 21-ին, 22-ին եւ 23-ին։ Սա հիմնականում պայմանավորված է պայմանական օգոստոսի 8-ով, այսինքն Վաշինգտոնով,
այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում, եւ այն աշխարհաքաղաքական եւ ամենակարևորը աշխարհատնտեսական նախագծով, որը արդեն մտել է իրականացման փուլ, դա TRIP-ն է։ Եթե մենք վերադառնանք 2021 թվական, մենք կհիշենք, որ այդ ժամանակ այդ աշխարհաքաղաքական նախագիծը կոչվում էր միայն եւ միայն Զանգեզուրի միջանցք եւ կախված էր առաջին հերթին Ռուսաստանից, որովհետեւ 44 օրյայի արդյունքում թուրքերին եւ ռուսներին հաջողվեց փաթաթել մեր վզին նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ թղթի կտորը, որը ի ուրախություն ինձ այսօր իսպար վերածվել է որպես հանգամանք քաղաքական։ Եվ այդ ամենի արդյունքում մենք քննարկում ենք, թե ռուսական ՖՍԲ-ն պետք է ունենա կամ չպետք է ունենա վերահսկողություն միջանցքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Այսինքն էքստերիտորիալ հիմունքներով։ Այս ամենը հիմա չի քննարկվում ընդհանրապես։ Բայց եթե Ռուսաստանին հաջողվի ինչ պայմաններ Ուկրաինայում տանել հաղթանակ, եւ այնպես ինչպես դա պատկերացնում են Մոսկվայում, Ռուսաստանը շատ հնարավոր է վերադառնա նոյեմբերի 9-ի պայմանագրին։ Եթե Ռուսաստանը զգա իր ուժը հետխորհրդային տարածքում, սա չի վերաբերվում միայն մեզ, սա վերաբերվում է ադրբեջանցիներին, ղազախներին, Մոլդովային, բոլորին, ամբողջ հետխորհրդային տարածքին։ Եթե Ռուսաստանը իր ուժը զգաց եւ հաղթանակ տարավ Ուկրաինայում, ինչպես եւ իդեպ պլանավորվում էր, Պուտինը այդպես էր պլանավորում։ Հերթականությամբ բոլոր տարածաշրջաններում, Հարավային Կովկասում, Մոլդովա, Ուկրաինա, Կենտրոնական Ասիայում լինելու է ռուսական քաղաքականության խստացում։ Այն խստացում, որը եղել է պայմանական մինչև 2022-ը, երբ որ Ռուսաստանը մխրճվեց Ուկրաինա եւ այդ պատերազմի ճահիճում մինչև հիմա խրված է։ Այս դեպքում այդ ռուս-ուկրաինական հակամարտությունը այո կարող է մեզ վնասել։ Բոլոր մնացած դեպքերում, եթե պատերազմը ավարտվում է այնպես ինչպես նա հիմա է, կամ եթե Ուկրաինան տոնում է հաղթանակ, այդ վտանգը մեզ չի սպառնում։ Սա ինչ կապված է ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանը մեզ վրա։ Հայաստան-Եվրամիություն ժամանակին, երբ որ մենք նախաձեռնեցինք Հայաստանում այդ Եվրամիության մասին օրենքի ընդունումը, ես նախաձեռնող խմբի անդամ եմ, մենք հիմնականում նկատի ունենք մեկ հիմնական դրույթ։ Հայաստանը պետք է տեղավորվի, իր տեղը գտնի աշխարհում։ Մենք մինչև այսօր այդ տեղը չենք գտել։ Մենք երկար ժամանակ ապավինում ենք Ռուսաստանի վրա, մենք կարծում ենք, որ Ռուսաստանի տակ, հենց այդպես, ապահով է։ Ռուսաստանի տակ է։ Ռուսաստանը մեզ երբեք չի գցի։ Երբ որ 2017-ին ես շփվելով Հանրապետական կուսակցության կարգավորում ներկայացուցիչների հետ կամ մեր թուրքագետների հետ հարց էի ուղղում իրենց, ասում էի, բա դուք չեք վախենում, որ շատ հնարավոր է, որ Լենին-Աթաթյուրք պայմանագիրը կյանքի կոչվի 100 տարի հետո։ Ինչ ենք անելու այդ ժամանակ։ Բոլորը այսպես միահամուռ ինձ ասում են, չէ, ինչ եք ասում, Ռուսաստանը երբեք դրան չի գնա։ Մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, Ռուսաստանը շահեր ունի մեր տարածաշրջանում։ Մենք տեսանք ինչ եղավ այդ շահերի հետ։ Այսինքն Ռուսաստանի վրա խաղադրույքը իրեն չարդարացվեց։ Հիմա մենք խաղադրույքը հանել ենք, այսինքն կորցրել ենք խաղադրույքի առարկան, Արցախը։ Շատ լուրջ գին ենք վճարել այդ սխալ խաղադրույքի համար։ Եվ այսօր, որքանով ես հասկանում եմ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը փորձում է վարել մի քաղաքականություն, մոտավորապես այսպես, ոչ բլոկային։ Հայաստանը լինի ոչ բլոկային պետություն, այսինքն չմտնի ՆԱՏՕ, ժամանակի ընթացքում վերջնականապես դուրս գա ՀԱՊԿ-ից, չգիտեմ, ինչպես են նրանք պատկերացնում ԵԱՏՄ եւ ԵՄ-ի զուգադիպումը, մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում եւ գնում ենք դեպի Եվրամիություն, ես դա չեմ պատկերացնում։ Ես մոտավորապես այս քաղաքականությունն է։ Ես շարունակում եմ պնդել, որ մենք պետք է մեր տեղը գտնենք։ Մեր տեղը գտնենք, միակ կառույցը, որտեղ մենք կարող ենք գտնել մեր տեղը եւ որտեղ մեր տեղն է, մեր բնական տեղը, Եվրամիությունն է։ Որովհետեւ Եվրամիությունը իր մեջ մեր ինքնիշխանության համար վտանգներ չի պարունակում։ ԵԱՏՄ-ն պարունակում է, ՀԱՊԿ-ը պարունակում է,
Ռուսաստանը պարունակում, Եվրամիությունը չի պարունակում, այնտեղ կան արժեքներ, կա հավասարություն, եւ ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ այդ ինտեգրացիոն միավորումը հիմնականում լինելով այդ թվում նաև քաղաքական, տնտեսական բնույթ է կրում։ Մեզ դա պետք է։ Մենք այդպիսի կարիք ունենք։ Հաշվի առնելով, որ այս տարածաշրջանում մենք շրջապատված ենք մեղմ ասած, ոչ բարեկամական մեր նկատմամբ տրամադրված հարևան։ Ես տեսնում եմ, որ այս պահին իշխանությունը շարունակում է խաղալ Եվրամիության, այսպես ասեմ, ալիքի վրա նախընտրական նպատակներ։ Եվ պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ մենք ուզում ենք գնալ Եվրամիություն, մենք դրան պատրաստ ենք, մենք գնալու ենք, բայց մեզ այնտեղ, չգիտեմ, սպասում են, չեն սպասում, պետք է մեզ հրավիրեն կամ չպետք է հրավիրեն։ Այսինքն ամեն ինչ հայտարարությունների մակարդակի վրա է։ Միակ հստակ քայլը, որը արվել է, դա օրենքն է, որը ընդունվել է։ Եվ հիմա երկրորդ հստակ քայլը, որը ռեալիզացիայի, իրականացման փուլում է, դա լիբերալիզացիայի գործընթացն է վիզային ազատագրման գործընթացն է։ Ես հույս ունեմ, որ մոտակա 2 տարում այն ավարտվի եւ մենք իրոք կդառնանք Եվրամիության ավելի մոտ։ Սա ինչ վերաբերվում է Եվրամիության մեր դեպի Եվրամիություն մեր նկատողների եւ պլանների մասին։ Ու մի քանի բան, թե ինչ պետք է անել։ Գիտեմ, որ էլի շատ ընդհանրական հարց է, բայց առաջնահերթությունները մեր անելիքների, որոնք պետք է լինեն։ Օրինակ, ստանդարտները ավելացնել, հարաբերվել տարածաշրջանի հետ, թե կարող ենք անդամակցվել Եվրամիությանը եւ մոռանալ տարածաշրջանին, ոչ թե անդամակցվելու, այլ երևի ադապտացվելու մասին։ Տեսեք, մենք վերջին մի քանի 100 տարի գործել ենք մեր բոլոր քայլերում տարածաշրջանային տրամաբանության շրջանակում։ Այսինքն եղել է մի երանգյունի, արատավոր երանգյունի 3 կայսրություններ՝ Օսմանյան կայսրություն, Պարսկական կայսրություն եւ Ռուսական կայսրություն։ Եվ մի փոքր Հայաստան, որը գտնվել է այդ 3 կայսրությունների մեջտեղում։ Եվ մենք ուրիշ ոչ միտեղ չենք գնացել, չենք փորձել գնալ, չենք փորձել ունենալ ինչ-որ լուրջ հարաբերություններ։ Դա բերել է մի վիճակի, երբ որ Հայաստանը անընդհատ շագրենի կաշվի նման փոքրացել է, մեզ կիսել են, բաժանել են, Ռուսաստանը կիսել է թուրքերի հետ, թուրքերը կիսել են պարսիկների հետ, պարսիկները կիսել են ռուսների հետ, եւ այդ քաղաքականության վերջին մատնավորումը դա Արցախի կորուստն է, որը սկզբից կիսվեց թուրքերի եւ ռուսների միջև, իսկ վերջում այդ ռուսները իրենց կեսը ինչ-ինչ պատճառներով ելնելով նվիրեցին թուրքերին։ Հենց այսպես թուրքերի ոչ տարբերվեցին։ Այսինքն մենք կարող ենք հստակ պնդել եւ արձանագրել, որ Հայաստանի քաղաքականության տարածաշրջանային չափումը կրել է պարտություն, կրախ։ Մենք չենք կարող զարգանալ, մենք չենք կարող գոյատևել, մենք անընդհատ փոքրանալու ենք, մենք անընդհատ թուլանալու ենք։ Մեր միակ ելքը այս տարածաշրջանային ռեգիոնալիզմ են ասում դրան, դուրս գալն է։ Ես չեմ ասում մենք մեր աշխարհագրությունը փոխենք, դա անհնար է, բայց քաղաքական իմաստով երաշխիքների, տնտեսության, մեր քաղաքակրթական ամենակարևորը ընտրության հարցում մենք դա կարող ենք անել։ Եվրամիությունը պետք է գա Հայաստան։ Ժամանակին ես պնդում էի, որ մեզ Հայաստանում 20 թվականից ես դա պնդում եմ, երբ որ ես տեսա ինչով ավարտվեց 44-օրյա պատերազմը, որ մեզ այստեղ պետք է ամերիկյան դրոշ։ Ամերիկյան դրոշը արդեն ունենք այս պահին։ Անպայման չէ դրոշը լինի ռազմաբազայի տեսքով։ Ոչ, բոլորովին։ Ես դրա կողմնակիցը չեմ։ Ռուսական 102-րդ բազան պետք է Հայաստանը լքի, բայց ուրիշ ռազմաբազաներ մեզ այստեղ պետք չեն։ Բայց ամերիկյան դրոշը դրա դեպքում թրիպի տեսքով, ներկայության տեսքով մեզ պետք է։ Մենք դա պայմանական արդեն ունենք թղթի վրա։ Հիմա մեզ պետք է Եվրամիության դրոշ։ Դա էլ ունենք ինչ-որ առումով մոնիտորինգային առաքելությունը, որը աշխատում է Հայաստանում եւ որը շատ լուրջ դերակատարում ունի մեր անվտանգության ապահովման մեջ, բայց մեզ պետք է Եվրամիության դրոշ որպես տեխնատու երկիր։ Սա մեզ համար հավելյալ անվտանգության երաշխիք է, անվտանգային երաշխիքներից մեկն է։ Այդ դրոշները կարող են այստեղ լինել միայն այդ տեսքով, այսինքն ոչ թե ռազմաբազայի։ Մենք ժամանակին առաջարկ ենք ունեցել եւ իրանական
ռազմական ներկայության մեր երկրում կան նաև տեղեկատվություն, որ հնդիկներն են առաջարկել, մեզ դա պետք չի։ Մենք չպետք է մի ներկայությունը փոխենք մյուս ներկայությունը, որտեղ ոչ մեկ չի գիտի վաղը ինչ է լինելու։ Եվ մաղը արդյոք նույն իրանցիները կամ հնդիկները մեզ չեն գցի, այնպես ինչպես մեզ գցել են ռուսները։ Բայց դրոշները մեզ պետք են տնտեսական առումով, ինտեգրացիայի, ինտեգրացիոն պրոյեկտներում մասնակցելու առումով։ Ես դա տեսնում եմ այսպես, այսինքն տարածաշրջանային տրամաբանությունը մեզ համար մահ է։ 3+3-ը մեզ համար մահ է։ Մեզ համար կա մեկ ճանապարհ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական, դա այդ ռեգիոնալիզմի ճիրաններից դուրս գալն է։ Մենք հիմա ունենք շատ լավ հնարավորություններ այդ քաղաքականությունը իրականացնելու։ Ես չգիտեմ որքանով մեր իշխանությունները դա կանեն թե ոչ, ինչ որ բաներ արվում է, ես չեմ կարծում, որ արվում է այն չափով, որը ես օրինակ գտնում եմ անհրաժեշտ որպես փորձագետ, բայց այնուամենայնիվ մենք այդպիսի քայլեր տեսնում ենք։ Ես կարծում եմ, որ պետք է ավելի հետևողականորեն տանել այս աշխատանքը, ավելի արագ տանել այս աշխատանքը, քանի այդ հնարավորությունը կա, որպեսզի Եվրամիության երկրների դրոշները պայմանական Հայաստանում միայն եւ միայն շատանան։ Սա մեր անվտանգային հիմնական երաշխիքներից մեկն է։ Լավ, շնորհակալություն։ Նրանք, ովքեր հարցերն են, խնդրեմ իրենց ձեռքը բարձրացնեն։ Մինչ այդ ես կտամ մեր մասնակիցներից մեկի հարցով չի կարող հիմա խոսել, խնդրել եմ փոխանցեմ հարցը։ Ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կամ անդամակցության դադարեցման որոշումը Հայաստանի անվտանգային համակարգի վրա։ Զերո հետևանք, որովհետև այս պահին մենք փաստացի ՀԱՊԿ-ի անդամ չենք։ Թղթով, այսինքն դե յուրե մենք անդամ ենք, բայց դե ֆակտո մենք անդամ չենք։ Մենք չունենք ներկայացուցիչ, մենք չենք մասնակցում որևէ ՀԱՊԿ միջոցառմանը, ցանկացած ֆորմատի, մենք չենք վճարում անդամավճար, այսինքն մեր անդամակցության մակարդակը 0 է։ Եթե մենք վաղը ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր անվտանգային միջավայրը որևէ ձևով չի փոխվում։ Ոչ լավանում է, ոչ վատանում։ Կապված Ռուսաստանի հնարավոր արձագանքների հետ իհարկե Ռուսաստանը դեն է լինի։ Բայց ես այսպեսի կարծիք հայտնեմ։ Լինելով կողմ Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու, ես կողմնակից եմ իհարկե։ Ես չեմ կարծում, որ մենք դա պիտի հիմա անենք։ Մենք սա պետք է ուղղակի պահենք։ Ես մերյալ անդամակցությունը դա մնա։ Երբ որ լինի ինչ-որ հարմար պահ, Ռուսաստանը որոշի մեր գազը թանկացնել ինչ կողմ։ Օրինակ կամ ինչ-որ այլ քայլ, ռադիկալ քայլ, որը ուղղված լինի Հայաստանի նկատմամբ, այդ ժամանակ մենք կարող ենք այդ քայլը անել։ Հիմա մեզ դա ոչ խանգարում է, ոչ օգնում է, ոչ մի ձևով ՀԱՊԿ-ում անդամակցությունը մեզ վրա չի ազդում, ոչ լավ կերպով, ոչ էլ վատ կերպով։ Այնպես որ ես կարծում եմ, որ այդ մերյալ անդամակցությունը ի սկզբանե մերյալ ՀԱՊԿ-ում պետք է պահպանել։ Այնքան ժամանակ, որքան դա պահանջում են մեր շահերը։ Իսկ ԵԱՏՄ-ն ԵԱՏՄ-ից մենք պետք է դուրս գանք, որովհետև ԵԱՏՄ-ում անդամակցությունը մեզ ռեալ վնաս է հասցնում։ Ինչու՞։ Եթե մենք փորձում ենք դիտարկել Հայաստանի Հանրապետության շահերը, ռազմավարական շահերը կարճաժամկետ հեռանկարում, ԵԱՏՄ-ի հետ առևտուրը այդքան էլ վատ չի։ Այսինքն մարդիկ կոնյակ են կեղծում Հայաստանում, տանում են այդ կեղծ կոնյակը, Ռուսաստանում վաճառում են, գումար են բերում։ Բայց օրերից մի օր դե մենք դա պարբերաբար տեսնում ենք, երբ Ռուսաստանում որոշեն օգտագործել տնտեսական կախվածությունը, մենք նստած ենք ռուսական ասեղի վրա տնտեսական կախվածություն ունենք իրենցից։ Մոտավորապես մինչև 90%-ը մեր ապրանքաշրջանառության Ռուսաստանի հետ է, ԵԱՏՄ-ի հետ։ Իրենք ուղղակի լարսպակում են։ Կամ հիշում են, որ Հայաստանի կոնյակը ֆալսիֆիկացված է, այսինքն իսկական չի։ Եվ այդ ժամանակ մենք կանգնում ենք խնդիրների առջև։ Կամ տեսնում են, որ մեր ձուկը լավ չի, կամ տեսնում են, որ ծաղիկները լավ չի, կամ պոմիդորը, լոլիկը, մի խոսքով, այսինքն մենք կախվածություն ենք Ռուսաստանից։ Եվ մենք պետք է ընդունենք, որ այն ապրանքները, որոնք մենք արտահանում ենք Ռուսաստան, հիմնականում անորակ են։ Եվ ռուսները դա շատ լավ հասկանում են։ Եվ մեզ պահում են այդ կախվածության մեջ։ Այսինքն մենք կարող ենք այդ ապրանքը վաճառել միայն իրենց։ Այն դեպքում, երբ որ մենք բոլոր տվյալները եւ հնարավորությունները այդ որակը կամաց բարձրացնելու ունենք։ Այսինքն մեր միակ հնարավորությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու համար դա դիվերսիֆիկացիա։ Պետությունը պետք է աշխատի բիզնեսի հետ, արտադրողների հետ, սերտիֆիկացման կենտրոններ բացի,
Եվրամիության երկրների հետ պայմանագրեր կնքի, որակը բարձրացնի Հայաստանում, որպեսզի մեր կոնյակը արտահանվի, չգիտեմ, Իտալիա, արտահանվի Բելգիա, արտահանվի Լեհաստան, արտահանվի Արաբական Միություններ, անպայման չի Եվրամիություն։ Եգիպտոս, ես չգիտեմ, աշխարհը շատ մեծ է։ Ռուսական ասելիք մենք պետք է իջնենք, բայց դրա միակ հնարավորությունը ստեղծել այդ հնարավորությունը, այսինքն մինչև մեր ապրանքը մենք չկարողանանք արտահանենք այլ երկրներ, մինչև ինքը անորակ լինի, մենք չենք կարող ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Չենք կարող, այդ հնարավորությունը չունենք։ Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, մենք մնալու ենք մեր այդ կոնյակը, հա, նորից եմ ասում, կոնյակը, որտեղ ամենաշատը կոնյակի մասին է խոսքը։ Այդ կեղծ կոնյակը, ոչ բոլորն է կեղծ հասկանալի, բայց ահռելի տոկոսը կեղծ է։ Մնալու է մեզ։ Դրա համար ԵԱՏՄ-ից դուրս գալը անհրաժեշտությունը, բայց դրան պետք է պատրաստվել։ Մինչև մենք դրան պատրաստ չլինենք, մենք չենք կարող ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Շնորհակալություն, Սերինե ջան։ Բարև ձեզ, շնորհակալություն հանդիպման համար։ Ես Մելիքսեցյան Սերինեն եմ, Բրյուսելի անվան պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետից։ Իմ հարցը վերաբերվում է ավելի շատ Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Վերջերս արդեն ընդունվել է օրենքը, որ պետքա զինծառայողության ժամկետը կրճատվի 6 ամսով ու դառնա 1.5 տարի։ Բայց օրինակ որպես ապագա քաղաքագետ, չգիտեմ, մտածում եմ, որ մեր բանակում մինչդեռ մենք ավելի շատ խնդիրներ ունենք, չպետք է կենտրոնանանք 6 ամիս կրճատման վրա եւ այլն, որովհետեւ նախ մեր բանակի կրթությունն է շատ ցածր մակարդակի, ինչպես վարչապետը նշեց մոտավոր մի քանի ամիս առաջ, որ մենք բանակում չունենք ֆինանսի խնդիր, մենք ունենք ավելի շատ կրթության խնդիր, միթե պետք չէ 6 ամսվա ընթացքում ավելի շատ սովորեցնել զինվորներին, ավելի շատ մարտունակ դարձնել, հետո նոր մտածել, չգիտեմ, զինծառայության ժամկետը կրճատելու նման տիպի այլ հարցերի մասին։ Շնորհակալություն։ Ես ձեզ պատասխանեմ որպես մի մարդ, որը շատ վաղուց, բայց ծառայել է հայկական բանակում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե մենք խոսում ենք կրթության մասին, կրթական ծրագրերի մասին, այդ 6 ամիսը ոչ մի բան չի փոխելու։ Կարևորը որակն է, այն որակը, որով այդ կրթական ծրագրերը իրականացվում են զինված ուժերում կամ չեն իրականացվում։ Օրինակ 99-ից 2001 թվական, երբ որ ես եմ ծառայել, այդ կրթական ծրագրերը նոմինալ կերպով են իրականացվել բանակում։ Այսինքն թղթի վրա դա եղել է, բայց իրականում չի եղել։ Եվ դա 24 ամսվա ընթացքում։ Այս առումով կարևոր չի 18 ամսում է դա իրականացվելու այդ ոչ մի բանը, թե 24-ում։ Եվ ես ցավով եմ նշում, ես հիմա էլ եմ տեղեկացված բանակում իրավիճակից, որ հիմա էլ այդ կրթական ծրագրերի իրականացումը շատ քիչ դրական տեղաշարժ կա։ Այո, բանակում սնունդը լավացել է, տասնյակ անգամներով։ Այո, կենցաղային պայմանները լավացել են, բարելավել են, բայց ինչ վերաբերում է կրթությանը, իրավիճակը պատահին է։ Դրա համար, եթե դուք հարցը այսպես եք ձևակերպում, ես ձեզ պատասխանեմ, որ շատ կարևոր չի 24 ամիս, թե 18 ամիս։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե լինի շատ լավ, հստակ մշակված ծրագիր զինվորականների համար, 18 տարեկանը, որը գնում է բանակ, 6 ամսում էլ է հնարավոր սովորեցնել։ Զինվորական արհեստին հնարավոր է սովորեցնել զինվորին զինակոչիկին 6 ամսում, եթե դա արվի այնպես, ինչպես դա պետք է արվի։ Եթե դա չի արվում, ոչ 18 ամսում է արվել, ոչ 24-ում։ Իմ մոտեցումը սա է, ես սա ասում եմ որպես մարդ, որը ծառայել է բանակում, որպես փորձագետ, որպես մարդ, որը ծանոթ է մեր բանակի այսօրվա իրավիճակին։ Մեր բանակում կրթությունը ակնհայտ կերպով կախում է, այնպես ինչպես կախում է ամբողջ հանրապետությունը։ Մեր բուհերում վիճակը այնքան էլ լավը չի։ Ինձ զինվորականներն են ասում այս թվում նաև բարձրաստիճան, որ մենք էլեմենտար անգլերենի խնդիր ունենք։ Ամերիկացիներ են գալիս, սպաներ են գալիս, մենք կոմունիկացվելու, մեր բանակում սպաները կոմունիկացվելու խնդիր ունեն ամերիկացիների հետ, որտեղ էլեմենտար անգլերեն չգիտեն։ Սպաները, բայց զենքերը, որ բերում են զինատեսակները նորագույն, ինչը շատ ողջունելի է, դա անգլերենը չէ հիմնականում, եթե ֆրանսերենի մասին չեմ ասում, ինքը ընդհանրապես անգլերենի մասին են խոսում, ֆրանսերենը։ Այդ խնդիրները ակնհայտ են, եւ այդ խնդիրները պետք է լուծել փոփոխելով զինված ուժերի ամբողջական ստրուկտուրան, լուրջ բարեփոխումներ են պետք։ Եվ այս առումով 18 ամիս թե 24 ամիս ոչ մի բան չի փոխվում։ Ցավով եմ սա նշում։ Սերինե ջան, արձագանք։
Արձագանք չունեմ, շնորհակալություն հարցի պատասխանի համար։ Շնորհակալություն, եթե այլ մասնակիցներ հարցի ունեն, խնդրեմ իրենց ձեռքը բարձրացնեն, Արսեն։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, ներողություն եմ խնդրում տեսախցիկը բացելու համար։ Ինչ է կարծում պարոն Ստեփանյան 2026 թվին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ պետական մակարդակով ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի կողմից սպասվող հիբրիդային հարձակումներին արդյունավետ դիմագրավելու համար։ Շնորհակալություն։ Շատ լուրջ հարց եք բարձրացնում։ Մենք ունենք մեր աչքի առաջ Մոլդովայի օրինակը, որտեղ շատ քիչ փոքր տարբերությամբ պրոեվրոպական ազգային ուժերը հաղթեցին։ Ռումինիայում մենք ունենք մեր աչքի առաջ վերջի օրինակներն եմ ասում, այնինչ կատարվում է Վրաստանում, դա ընդհանրապես խայտարակություն է եւ ժողովրդավարության մեծ հաշվով տապալում, եւ այդ բոլոր գործընթացներում Ռուսաստանի մատը իրոք մեղմ ասած խառն է։ Ինչպես դիմագրավել այդ հիբրիդային վտանգներին, որոնք ինչպես մենք տեսնում ենք, գնալով ահագնանում, սա շատ կարևոր հարց է։ Այստեղ պետք է դիտարկել իրավիճակը կոմպլեքս։ Սկսենք ԶԼՄ-ներից։ Ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Հիբրիդային պատերազմ է գնում առաջին հերթին Ռուսաստանի մասնակցությամբ, եթե մենք խոսում ենք նախընտրականի մասին, Ադրբեջանը այլ ուղղությունով է վարում այդ հիբրիդային պատերազմը։ Նախընտրական տեսանկյունից, որտեղ ներգրաված են ռուսական ԶԼՄ-ներ Հայաստանում, որոնք գործում են, եւ հայկական ԶԼՄ-ներ, որոնք սպասարկում են այսպես կոչված անդիմության, իսկ իրականում 5-րդ շարժության շահերը, այն է Ռուսաստանի շահերը։ Այդ հիբրիդային պատերազմի տեղեկատվական կոմպոնենտը իր մեջ ներառում է մի քանի ուղղություն։ Առաջինը դա խոճապի տարածումն է Հայաստանի ներսում։ Տեսեք, 20 թվականից հետո ինչ էր արվում։ Անընդհատ մեզ ասում էին թուրքերը հարձակվել են, թուրքերը գրավել են։ Վերջի անգամ, եթե չեմ սխալվում, այս տարի է, չէ՞ եղել, որ ԶԼՄ-ներից մեկը այսպես կոչված, այդ 5-րդ շարժության, ասա ջերմուկի վրա հարձակում է եղել։ Այն դեպքում ոչ մի հարձակում չի եղել։ Այսինքն հիբրիդային պատերազմ սեփական ազգի, սեփական ժողովրդի, սեփական պետության դեմ, եւ դա արում է ԶԼՄ, որը գրանցված է Հայաստանում, որտեղ հայեր են աշխատում։ Ես սպուտնիկների մասին չեմ խոսում, նույնիսկ չեմ խոսում։ Այստեղ, որպեսզի այդ ապատեղեկատվությանը դեմ առնելու համար պետք է գործեն բոլորս։ Առաջինը պետությունը։ Ինչպես։ Մենք ունենք պաշտպանության նախարարություն, որը օպերատիվ կերպով պետք է արձագանքի։ Այսինքն, եթե պայմանական եղել է հայտարարություն, որ հարձակվել են ջերմուկի վրա, նույն պահին բնան պետք է հերքի ասի դա կեղծ է այդ լուրը եւ համապատասխան պետական մարմինները պետք է ենթարկեն խոճապ տարածող, ապատեղեկատվություն տարածող ԶԼՄ-ի պատասխանատվություն, ինչը չի արվում այլ։ Սա մեկ։ Հետո երբ որ պատերազմի վտանգը կարծես թե հիմա մենք չունենք այդ վտանգը, կարծես թե գնում ենք դեպի խաղաղություն, հիմա իրենք այդ ամբողջ ժամանակահատվածը միջև Վաշինգտոնը, միջև օգոստոսի 8-ը ինչ էին ասում, այսօր վաղը Ադրբեջանը հարձակվելու, այսօր վաղը Ադրբեջանը հարձակվելու, այսինքն անընդհատ այդ խոճապը վախը տարածում էին բնակչության շրջանում։ Հետո մենք տեսանք, որ դա սուտ է։ Ադրբեջանը չհարձակվեց եւ չի պատասխանել, որտեղ դրա համար չունի հնարավորություն ամենակարևորը եւ չունի հիմքեր այս բանը։ Հիմա այդ պատերազմի վախն են դրանք մի կողմ, դա էլ անցանք։ Հիմա ինչ են ասում։ Հիմա ասում են այսօր վաղը Նիկոլը վերընտրվելու է, ԿՊ-ն վերընտրվելու է եւ ստեղ լինելու է դիկտատուրա, բոլորին նստեցնելու են, բոլորին փակելու են, Հայաստանում չի լինի ժողովրդավարություն, իսկ այ մենք ժողովրդավար ենք։ Դա ասում են նույն մարդիկ, որոնց լեգիսլատուրայի տարիներ, ուստի Քոչարյանի շրջապատը, Սերժ Սարգսյանի շրջապատը ոչ մի դեմոկրատիա չի եղել, ժողովրդավարություն չի եղել։ ԶԼՄ-ներ են փակվել, մարդիկ հայտնվել են ճաղավանդակների ետևում իրենց քաղաքական հայացքների համար, սպանություններ են եղել քաղաքական։ Մի խոսքով դուք ինձանից լավ գիտեք այդ ամենը։ Հիմա այս բոլոր հիբրիդային պատերազմի դրսևորումներ։ Ինչպես դեմ առնել։ Ես ասացի, պետությունը պետք է իր մակարդակում գործի։ Մենք քաղաքական փորձագետները, ԶԼՄ-ները, որոնք մաքուր են աշխատում, իսկ այդպիսի ԶԼՄ-ներ մենք Հայաստանում ունենք, պետք է տրամադրեն ալտերնատիվ տեղեկատվություն։
Այսինքն ես օրինակ իմ համեստ մակարդակում իմ բոլոր հարցազրույցներում այս բոլոր կեղծ թեզերը հերքում եմ։ Ես մարդկանց պատմում եմ, թե ինչ է կատարվում իրականությունում։ Այն ինչպես ես տեսնում եմ այդ իրականությունը։ Եվ այդպիսի մարդիկ շատ են մեր երկրում, տասնյակներ։ Այսինքն պայքարել ստի կեղծիքի դեմ պետք է պայքարել ճշմարտություն ճիշտը տարածելով։ Մենք փորձում ենք դա անել, այնքան որքան դա մեր ուժերում սահմաններում է։ Եվ ես կարծում եմ, որ ամեն մեկս պետք է մեր համեստ մակարդակում մեր աշխատանքը անենք, որպեսզի ժողովուրդը հասարակությունը լինի տեղեկացված, որպեսզի խոճապ չտարածվի, որպեսզի մարդիկ հասկանան, թե 26 թվականի ընտրություններում ինչի համար պետք է ընտրեն, որպեսզի մարդիկ հասկանան, որ ընտրելով այն ուժերը, որոնք հաղթել են միավորվելով Գյումրիում, մենք կարող ենք վաղպետություն չունենալ, որովհետև այդ ուժերը երազում են մեկ բանի մասին՝ նորից վերադառնալ Ռուսաստանի տակ, այն տաքուկ տեղը, որ ասացի մեր զրույցի սկզբում, իրենք այնտեղ են տեսնում իրենց տեղը։ Ոչինչ, որ այդ ամենի հետևանքով մենք Արցախը կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, ոչինչ, որ կարող է Հայաստանը կորցնենք, կարևորը իրենց լավ լինի, կարևորը իրենց տերերը գոհ լինեն։ Այնպես որ ճանապարհը սա է, պետությունը պետք է իր դիրքում աշխատի, այդ ապատեղեկատվության դեմ տարածելով իսկական տեղեկատվություն, ճշմարիտ տեղեկատվություն, ստուգված տեղեկատվություն, մենք մեր տեղը։ Եվ այդ դեպքում ես կարծում եմ, որ ընտրությունների ժամանակ մեր հասարակությունը հնարավորություն կունենա կատարել սթափ ընտրություն, չվախենալով, որը վախեցնելու են բոլորը իր ընտրության հետևանքներից, ընտրել ուղեղով, սառը սրտով, առանց որևէ էմոցիաների։ Ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ ես օրինակ չեմ տեսնում։ Իսկ այն որ Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումները միայն եւ միայն ուժեղանալու են, գնանալու են, 7 ամիս է մնացել միջև ընտրությունները, մենք տեսնում ենք ինչպես է պրոգրեսիայով, երկրաչափական պրոգրեսիայով այդ հարձակումները աճում ավելանում, դա միայն ուժ գնանալու է։ Եվ ես ցավով եմ նշում, որ մեր եկեղեցին եւս այդ պահմենի զոհն է դարձել եւ դարձել է գործիք կեղտոտ աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական պահերում։ Եվ այսօր օգտագործվում է բոլորի կողմից։ Այսպես պատասխանեմ ձեր հարցին։ Շնորհակալություն Արսեն ջան, արձագանք։ Ոչ, շնորհակալ եմ շատ բովանդակալից պատասխանի համար։ Շնորհակալություն շատ, այլ հարցեր եթե կան, խնդրեմ ձեր բարձրացնեն։ Կարծես թե այլ հարցեր չկան, եւ ես տամ մեր վերջին ավանդական հարցը, պարոն Ստեփանյան, 3 բան, որ անհրաժեշտ է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ Առաջին հերթին խիզախություն, որովհետև քաղաքականությունը շատ կեղտոտ բան է։ Եվ ես գիտեմ, որ երիտասարդները մեր նոր սերունդը շատ ավելի մաքուր են, շատ ավելի խելացի են, շատ ավելի հերո են կարողանում տեսնել, քան ժամանակին տեսել ենք մենք։ Նույնիսկ մեր սերունդը։ Ես էլ չեմ ասում մեզանից մեծ սերունդի մասին, որը ժամանակին կերտել է անկախությունը եւ հետո շատ հանգիստ այդ անկախությունը մսխել է նվիրելով այն ռուսներին։ Խիզախությունը պետք դրա համար։ Երկրորդը պատասխանատվություն։ Եթե դու գնում ես քաղաքականություն, դու պետք է հասկանաս, որ դու պետք է պատրաստ լինես վերցնել քեզ վրա պատասխանատվություն։ Ես հիմա բոլոր եթերներում, բոլոր հարցազրույցների ժամանակ բոլորին հորդորում եմ մեր մարդկանց, հա, սովորական մարդկանց, քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրություններին։ Ինչի համար։ Որովհետև եթե դու մասնակցում ես ընտրություններում, ոչ միայն քո քաղաքացու պարտն ես կատարում, դու վերցնում ես քեզ վրա պատասխանատվություն, քո պատասխանատվության մասնաբաժինը, որովհետև այն իշխանությունը եւ այն ընդդիմությունը, որը ձևավորվելու է 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններին, նաեւ դու ունես քո լուման այդտեղ։ Դու ընտրություն ես կատարում եւ վերցնում ես քեզ վրա պատասխանատվություն։ Եվ չմասնակցելով ընտրություններին, դու այդ պատասխանատվությունից խուսափում ես։ Մեզ մոտ հիմա 18 թվականին, երբ որ մարդիկ բոլորը այսպես գնացին եւ ընտրեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրին, ում հարցնում ես, ասում են ես չեմ ընտրել։
Իսկ եթե ես չեմ ընտրել, ուրեմն ես պատասխանատու չեմ։ Ես ինձ չեմ հասկանում, այդ ով է ընտրել։ Մենք ինչ կապ ունենք, մենք չենք ընտրել, մենք պատասխանատվություն չենք կրում։ Եվ քաղաքական ուժերն են անընդհատ խուսափում պատասխանատվությունից։ Ինչ է կատարվում ընդդիմության եւ իշխանության մեջ։ Եվ իշխանությունը գցում է պատասխանատվություն ընդդիմության վրա, ընդդիմությունը իշխանության վրա։ Այնպես որ ես կուզեմ մաղթել մեր երիտասարդներին, ովքեր ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պատասխանատվություն զգացել։ Դուք պետք է հասկանաք, որ եթե դուք ուզում եք զբաղվել քաղաքականությամբ, դուք պետք է վերցնեք ձեզ վրա պատասխանատվություն։ Եվ այդ պատասխանատվությունը ձեզ համար սկսվում է ընտրություններում մասնակցելուց, որպես ընտրող, եւ հետագայում արդեն որպես տեխնացու, որպես ընտրող։ Սա երկուսը, երկրորդը։ Եվ երրորդը կարծում եմ դա էլ է շատ կարևոր, իզախության եւ պատասխանատվության հետ մեկտեղ դա ցանկությունն է։ Եթե դու պետք է ունենաս ցանկություն, իրոք, դու պետք է դրան պատրաստ լինես։ Դու պետք է ունենաս, եթե դու ունես ցանկություն, դա նշանակում է դու պետք է ունենաս գիտելիք, դու պետք է կրթվես, դու պետք է հասկանաս ինչ է իրենից ներկայացնում քաղաքականությունը։ Դու պետք է ուսումնասիրես քաղաքագիտական աշխատանքներ, որտեղ քաղաքականությունը այնպես, ինչպես դա ներկայացված է Հայաստանում, ցավոք, դա քաղաքականության այլասերված տեսակ է։ Մեր երկրում ներքին ներքաղաքական գործընթացները այլասերված են։ Մենք չունենք ներքին քաղաքականություն։ Ժամանակին շատ խելացի մի մարդ կար, քաղաքագետ Իգոր Մուրադյանը, Ղարաբաղ կոմիտեի։ Ղարաբաղի շարժման հիմնադիրն է մեր հաշվով։ Մահացել է արդեն։ Երբ որ լրագրողները ասուլիսներից մեկի ժամանակ իրեն խնդրեցին, որ ինքը ներքաղաքական գործընթացները մեկնաբանի, ինքը սենց զզվանքով նայեց, ասաց ստեղ այդքան բան, ես դա հիշում եմ, ես այն ժամանակ երիտասարդ լրագրող էի։ Եվ դա ես դրանից հետո շատ մեծ լեկցիաներ եմ լսել Իգոր Մարատովիչից, որին շատ բան է բացատրել։ Այնպես որ պետք են գիտելիքներ, պետք է իմանալ միջազգային փորձ, այնպես ինչպես է կերտվում քաղաքականությունը աշխարհում։ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ժողովրդավարություններում, Թուրքիայում, մեր թշնամական երկրներում քաղաքականությունը ինչպես է։ Այդ բոլորը դուք պետք է իմանաք, որպեսզի Հայաստանում կարողանանք ներդնել նոր քաղաքական մոդել, որովհետև այն ինչ մենք այսօր ունենք, դա քաղաքականություն չէ։ Խոսքը գնում է ներքին մասին։ Արտաքինը լավից վատից ունենք ինչ-որ բան, գնում է դեպի լավը, դրական բաներ ես տեսնում։ Դրա համար դուք պետք է դրան պատրաստ լինեք։ Հա, երևի թե երրորդ։ Եվ իդեպ ես ուզում եմ բոլոր մեր երիտասարդ մասնագետներին, մարդկանց, ովքեր պատրաստում են դառնալ քաղաքական գործիչ, քաղաքագետ, ունենալ կապ քաղաքականության հետ, մեծ հաջողություն եմ մաղթում, որովհետև ինչ-որ առումով ես վստահ եմ, որ ձեր սերունդը, մեր ապագան շատ ավելի լավն է լինի, քան մենք։ Եվ այն ինչ մենք չենք արել, չենք կարողացել անել կամ թերի ենք անում, դուք կանեք շատ ավելի լավ, որովհետև դուք ավելի կրթված եք, դուք ավելի լավ եք տեսնում աշխարհը, դուք պարփակված չեք սովետական մտածելակերպով, ինչը նույնիսկ մեր ծերունդում կա, մենք տարապում ենք դրանով, այդ միջև այսօր առանձնյակներ կան, որոնք տարապում են։ Իսկ դուք այդ առումով շատ ավելի ազատ եք, ձեր ձեռքերը շատ ավելի բաց են, ձեր հնարավորությունները շատ ավելի մեծ են եւ աշխարհը դες համար բաց է այսօր։ Ժամանակին մեզ համար, երբ որ մենք երիտասարդ ենք, այդ աշխարհը բաց չէ։ Հիմա դուք պետք է այդ ամենից օգտվեք։ Հնարավորինս փորձում ենք օգտվել, պարոն Ստեփանյան, եւս մեկ անգամ շնորհակալություն հանդիպման պատրաստակամության համար եւ արդյունավետ բանախոսության համար։ Հուսամ հետագայում եւս այլ հնարավորություններ կստեղծվեն երիտասարդ քաղաքագետների ակումբի հետ համագործակցության եւ ձեզ հետ այդ թեկուզ այլ ձևաչափերով հանդիպումներ ունենալու անչափ շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Ձեզ օրվա լավ շարունակություն։ Մեծ հաճույքով Արփի ջան, ես շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ էի շփվել մեր երիտասարդների հետ եւ հերթական անգամ տեսնել, որ դուք իրոք ունեք ապագա։ Շնորհակալ ենք շատ, տարիք, պարոն Ստեփանյան։